Ողջույն բոլորին, ուզում էի մի թեմայի մասին նորից խոսել ձեզ հետ, ուրեմն երեք մի ռիլեյ տեղադրել, մի կարճ տեսագրություն, Տաթևիկ Հայրապետյանի մասնակցությամբ այդպես ասեմ, որտեղ ինքը ինչ-որ իր հարցազրույցներից մի հատված էր, որ ինքը իր զարմանքն արտահայտում, կարելի ասել զարմանք երևի, որ ոնց է, որ Նիկոլը 7 տարվա մեջ սովորեց գոնե անգլերեն խոսել, ու ակամայից ինձ մոտ դա շատ մեծ ծիծաղ առաջացրեց, որովհետև հիշեցի, որ Նիկոլը 7 տարվա ընթացքում եւ ընդհանրապես ամբողջ կյանքի ընթացքում ոչ միայն չկարողացավ անգլերեն խոսել սովորել, այլև նույնիսկ էլեմենտար ռուսերեն, որը Հայաստանում ծնված մեծացածների համար, մանավանդ արդեն ոչ թե նոր երիտասարդ սերունդի, այլ Նիկոլի նման միջին տարիքի պարոնների համար, երիտասարդների համար դա առաջին օտար լեզուն էր։ Անձամբ ես գլուխ գովալ չլինի հայկական դպրոց եմ ավարտել, բայց իմ ռուսերենը չի զիջում իմ անգլերենին կամ իմ հայերենին, ես այդպես վարժ տիրապետում եմ ռուսաց լեզվին, մի հասարակ երևի պայմանով է դա պայմանավորված, որ ասենք ռուսական գրականություն, ռուսական ուրեմն ռուսերեն լեզվով ժամանակին թերթեր, ռուսական հեռուստատեսություն, ռուսական ֆիլմեր եւ այցելություններ Ռուսաստան։ Ու զարմանալու բան չկա, թե ինչու Նիկոլը չսովորեց անգլերեն խոսել կամ նույնիսկ ռուսերեն, որովհետեւ Տաթևիկի համար ինձ թվում է դա էլ է Տաթևիկի համար պարզ, այդ մարդու հետագիծն է, ինքը հետագիծ չունի, ինքը ճանապարհ չի անցել, որ ռուսերենը վարժ տիրապետի։ Ես ակամայից հիշեցի, երբ որ Նիկոլը, եթե հիշում եք, տարիներ առաջ առաջին անգամ ինչ որ Գերմանիայում էր, կարծեմ, հանդիպեց Ալիևին, ինչ որ կազմակերպել են գերմանացիները, ինչ որ մի բանավեճ սկսվեց անգլերենով, Նիկոլը սկսեց կմկմալով ինչ որ խոսալ Տիգրան Մեծից եւ այլ հայկական տրադիցիոն, որ երբ որ մենք կայինք, երբ որ Տիգրան Մեծը կար, Ադրբեջանը չկար, այն որ երբ որ Կոկա-կոլան ավելի մեծ է եւ այլ, այսինքն այդ մարդու ոչ միայն լեզվի աղքատությունն էր, այլև գիտելիքների պակասը, որ ինքը հետո չկարողացավ բավականին, ասենք, պատասխաներ կամ ինչ որ դիմակայեր, հակասեր Ալիևին։ Ինչու՞։ Որովհետև իմ սիրելի հայրենակիցներ, քաղաքակիրթ աշխարհում, երբ որ մարդիկ ուրեմն ընտրում են դատավորի ներողություն, նախագահի վարչապետի, երկրի թագավորի, դա այդ երկրի այցեքարտն է, դեմքը։ Մենք այսօր Հայաստանում, Հայաստանի քաղաքացիները հանձինս ձեզ, ընտրել եք մի մարդու, որը անգրագետ է, ծագումով շատ հասարակ ընտանիքից է, բավականաչափ կրթություն չի ստացել, ինքնակրթությամբ չի զբաղվել, տառապում է որոշակի, ես կասեի նույնիսկ հոգեկան հիվանդություններով, շատ մեծամիտ է, հիշաչար է եւ հակումներ ունի դիկտատոր դառնալու։ Այն ինչ որ տեսնում ենք հիմա կատարվում է Հայաստանում։ Եթե զուգահեռներ անցկացնեմ հիմա Ալիևի հետ, ավակ սերունդը պետք է իմանա, որ Իլհամ Ալիևի հայրը եղել է Ադրբեջանի ուրեմն KGB-ի նախագահը, հետո դարձել է իրանց կոմկուսի առաջի քարտուղարը, ճանապարհ անցած մարդ։ Հետո օգտագործելով իր խորամանկությունը, խելքը, ճարպկությունը ադրբեջանական, ադրբեջանցուն, թաթարին, թուրքին հայտնի, տեղափոխվել է Մոսկվա, Լեոնիդ Իլիչ Բրեժնևի երևի կանչով, հրավերով, դարձել է քաղբյուրոյի անդամ ու մեծ պաշտոններ ա վարել, բնականաբար Ալիևը արդեն իր երիտասարդ տարիները անցկացրել է այս հիմիկվա նախագահ Մոսկվայում, ստացել է հոյակապ կրթություն, ավարտել է ՄԻՄՕ-ն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների Մոսկվայի ինստիտուտը, վարժ տիրապետում է ռուսերեն լեզվին, վարժ տիրապետում է անգլերենին, ադրբեջաների մայրենի լեզուն, շատ ինքնավստահ է, ուրեմն մեծացել է լավ ընտանիքում, անկասկած երևի տանն էլ աղախին են ունեցել, ես չգիտեմ, տնային տնտեսու են ունեցել, սենց ընտանիքում կերած, լավ պահած, աշկը կուշտ, հարուստ ընտանիքում մեծացած երիտասարդ ա եղել։ Հիմա էլ որ
տեսնում եք Պուտինը դա խոսում սես նստած Պուտինը դեմ արդեն խեղճացել է Նիկոլի հետ են որ Նիկոլը հետո խոսալուց են տղամարդիկ ֆիլմի են բանը որ կար ինչ էր են տաքսիստեն Արամոյի հայրն է կարծեմ խաղում են որ սենց նստած Քամիզանա է Նիկոլայ սենց այդում նստում Ալիև հետ դուք տեսնում եք թե Ալիևը միջազգային հարթակներում ոնց է նստում այ որովհետև մարդը տենց ընտանիքից է ով է Նիկոլ Փաշինյանը ծնվել մեծացել է գյուղացու ընտանիքում Իջևան քաղաքում մայրը շատ վաղուց է մահացել հայրը դեռ ողջ առողջ է Աստված լուսավորի մոր հոգին չնայած դրա մասին էլ տարբեր կասկածելի ուրեմն ենթադրություններ եմ լսել ինչ է տեսել իր մանկության տարիներին Իջևանի ղռերից անտառից ցեխից գոջից են պայալնի լապով գոջին խանձել ուտելուց դրանից բացի ուրիշ Էդ էլ տոնական բան է եղել, մի հատ գոջի են մորթե կերել են, թե չէ մնացած տարին էլ երևի կարտոֆիլ ու կաղամբից բացի այդ տարիներին այդ գյուղերում այտենց մեծ Էդ է գյուղական կրթություն, տեղափոխվել է Երևան, հետո ասենք ամուսնացել է, հիշում եք ապրում էր երրորդ մասում մի հատ փախած բնակարան էր, ոչ հնարավորություն ունեցել է որ վերանորոգի, պատերի վրա ինչ ասես երեխաները գրել էին, նկարել էին, իրաց պատկերն էին թողել, իրաց դասիրակությունը թողել էին ուրեմն բաների վրա, պատերի վրա, այդպիսի բնակարում ապրել են, երեխային դասիրակել, ինքը ընդունվել է պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը, գոնե տնտեսագիտական ընդունվել իրավաբանական, ես դա համարում եմ համալսարանի ամենացածր որակի ֆակուլտետներից մեկը, չի ավարտել, երրորդ կուրսից իրան դուրս են հրավիրել, գեղեցիկ ասեմ, նույնիսկ բարձրագույն կրթություն այդ մարդը չունի։ Ու թերի բարձրագույն կրթությամբ այսօր եկե երկիր է ղեկավարում, մի քիչ ոճը փոխվել է, սկսել է թանկանոց փողկապներ, թանկանոց կոստյումներ հագնել, կնոջ ոճը էլ դրա մասին խոսք չկա արդեն, օրը 4 անգամ զգեստապահարանը փոխում է, սանրվածքով եւ այլ մակիաժանողներ, դիզայներներ, ինչ որ բաներ են արդեն պահում, բայց էությամբ մնացել է նույն ծուռ ատամներով գյուղացի Նիկոլը։ Այ դրա համար էլ երկրի վիճակը սա է, դրա համար այսպես է ինքը վարվում։ Եթե նա լիներ ավելի կրթված, ավելի խելացի, մեծացար լիներ ավելի լավ ընտանիքում, գուցե այսքան դաժան չլիներ, այսպիսի բառապաշար այն կեղտաբերանի պես Վարդան Ղուկասյանի պես այդպես բառապաշար չօգտագործեր, չաղուշ չափ չտար, շինելու եմ, փռելու եմ գետներին, ես եմ անելու ասֆալտով եմ տալու, պատերին եմ տալու։ Մարդիկ, ովքեր վատ կրթություն ունեն, վատ դասիրակություն, դուս են եկել վատ ընտանիքից, վատ ընտանիքում են մեծացել դասիրակություն ստացել, հնարավոր չի ունենան գեղեցիկ բառապաշար, հասկանում եք, այն որ ասում են ինչ տեսել են, այն էլ սովորել են։ Այ ասածս դա էր էլի, որ դա է պատճառը, սիրելի Տաթևիկ, որ Նիկոլը մի զարմացի, թե Նիկոլը ինչպես չկարողացավ 7 տարվա մեջ անգլերեն սովորի, համ էլ ունակությունները։ Այն որ ասում եմ մեկ-մեկ դեպք է, չէ, ես էլ եմ ինչ կրկնում, որ մարդկա ամբողջ կյանքում մեքենա է վարում, բայց մեքենա վարել չի սովորել։ Մարդը ամբողջ կյանքը նարդի է խաղում, բայց նարդի խաղալ չգիտի։ Այսինքն այդ մարդունը չի։ Խելացի լինելը, գիտակցաբար դատողություններ անել, օտար լեզուներին տիրապետել, կարողանալ գեղեցիկ խոսալ, այդ մարդունը չի, ինքը հետատես է, այդ ընտանիքում է մեծացել, կուշփորով հաց չի կերել, սև խավիարով չի մեծացել Ալիևի պես, դրա համար էլ այդ աշխարհը հայացք ունի։ Ու պատահական չի, որ ինքը չի սիրում իրանից ավելի խելոքներին, իրանից ավելի կրթվածներին, փորձում ամեն ինչ քարուքանդ անել, վերացնել, փշրել, ոչնչացնել, եթե ինքը մի այսքան արժե համակարգ ունենար, ինքը իր խմբակցությունը, իրանք որ գիտակցեին, իրաց խմբակցությունում падգամավորները լուլու մուլուներն ու լրագրողներն ու ինչ որ անկապ բուժքույրերը նստած չէին լինի, այնտեղ կլինեին տնտեսագետներ, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, ինչպես ամերիկյան սենատում եւ կոնգրեսում, տնտեսագետներ իրավաբաններ, բայց դուք նայեք մի հատ դուք ում եք ընտրել, դուք որ ձայն եք տալի ԿՊ-ին, սիրելի հայաստանցիներ, դուք մի հատ հերթով այդ падգամավորի կրթությունը նայում եք, թե նա ինչ կրթություն ունի։ Ինչ ցանես նայել կհանձես։ Այնպես որ դա է պատճառը, խորհուրդ կտամ մյուս անգամ ուրեմն ընտրությունների ժամանակ նայեք թե
ում եք տալիս ձեր ձայնը, ինչ կրթություն ունի, ինչ ընտանիքում մեծացել, աչքը կուշտ է, փորը կուշտ է եղել այդ մարդու, որ վաղը միսօր կոռուպցիոն սկանդալների մեջ էլ չմտնեն։ Այս Սամվել Կարապետյանը ոչ իմ հորող-փորոս տղեն է, ոչ իմ ընկերս է, ոչ երկրպագուս է, բայց Սամվել Կարապետյանը օրինակի համար կամ իր տղան կամ այդ ընտանիքից մեկը եթե դառնա վարչապետ, այդ մարդիկ լիության առատության մեջ են ապրել ու մեծացել ու ապրում են։ Նրանց աչքը կուշտ է, նրանք գողանալու բան չեն ունենա։ Հասկանում եք, դրա համար իսկ Նիկոլին պետքա կոտրել, քանդել, այդպիսի մարդկանց դեմը կտրել։ 2 օր առաջ իմիջիալոց դա էլ հիշեցի, նայում էի Մեծն Շարլ Ազնավուրի հուղարկավորությունը Ֆրանսիայում, ի պատիվ Շարլի եռագույնը կար, եռագույնով ծաղկեպսակ կար, հնչեց, դուդուկ հնչեց, Շարլ Ազնավուրի երգերից մեկը հնչեց, այս խղճուկ ազգա կործան խելքից պատոհասնել կնոջ հետ ընդեղ էր գտնվում, այն ժամանակ կինը տենց զգեստապահարան չուներ, գնացել էր երևի տոնավաճառից մի հատ հապշտապ, մի հատ ինչ-որ բաներ, տաբաթով բաներ առել, հակե գնացել էր, բայց մեծ հիացմունք ապրեցի, որ նրանց կողքին մեր կամենայն հայոց կաթողիկոսն էր ներկա, կանգնած էր այն ժամանակնա արտաքին հարաբերությունների նախարար Զորաբ Մնացականյանը, որը ինձ միշտ հիացրել է իր անգլերենով, որ անհայտ մնաց թե ինչու այդ մարդուն աշխատանքից հանեցին։ Ես իհարկե բավականին լավ եմ տիրապետում անգլերեն լեզվին, բայց երբ որ տեսնում եմ մեկը շատ լավ է տիրապետում, գերազանց, առանց հայկական ակցենտի կամ շատ մաքուր է տիրապետում, մեծ բառապաշարով, անգլերեն լինի, ռուսերեն լինի, ֆրանսերեն լինի, իսպաներեն լինի, ես այդ մարդուն ավելի եմ հարգում ու հիանում եմ դրանով։ Եվ անհասկանալի էր, թե ինչու Զորաբ Մնացականյանին աշխատանքին հանեցին, թե ում էր խանգարում։ Այդ նույն ձևի, թե Խաչատուրովը ում էր խանգարում, կարելի է կարծել գողավազակների բոլորին ձերբակալել էին, Թալանը հետ էր բերել, ոնց որ խոստացել էր խեղճ ու կրակ ռամիկներին, արդեն վերջինը մնացել էր Խաչատուրովը, դա էլ պետք էր, որ ՀԱՊԿ-ի հետ վատ հարաբերություններ ստեղծի, երևի գիտեր, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվի մեզ վրա, կարող էր հանգարց Խաչատուրովը միջամտեր օգներ Հայաստանին, դրա համար էտել է կդրեցին եւ նորից ցավով նկատեցի, որ այդտեղ ներկա էր մեր նախկին նախագահը Արմեն Սարգսյանը իր տիկնոջ հետ ու նայում եմ հիացմունք եմ ապրում, երբ որ մանրամատ կողտել կայնացան Նիկոլ իրա կեկելի հետ, համեմատում ես այդ մարդուն իր անցած ճանապարհով, ինքը իրա կինը, իրանց հագու կապը, նույնիսկ կանգնելու ձևը, իրանց ակնոստերի կերելու ձևը, իրա դիրքը միջազգային, թե այդ մարդը ում էր խանգարում, այդ մարդը այսօր մենք կունենայինք նախագահ, որ շատ մտերմիկ ընկերական հարաբերություններ կունենար, էլի ունի չնայած Անգլիայի թագավորի հետ։ Փոխարենը բերել են հին կոռումպացված թալանչիկ քաղաքապետին, գիտեք, բանի շենքը գրզոյին $3000, հիմա էլ սենց ու գնումա սենց հանում կանգնում ասի, ինչ որ տեղեր անկապ բաներ ա խոսում, փողի կարիք չունենք, փող շատ կա եւ այլ, թե ինչի էր պետք այդպեսակ մարդուն, այդպիսի միջազգային կապերով մարդուն, եթե ինքը ինչ որ մի այնպիսի կարևոր պաշտոն չի վարում, որոշումներ չի կայացում, ինչ որ գործադիր իշխանության անդամ չի, պաղպաղակ աուտում երեխաների հետ ու բրգրաս պատրաստում է, սա ինչ անում։ Բայց պետք էր կտրել, ավիրել, սա այս մարդն է, սա գեղցկական, իր գեղցիական հատկությունն է, որ պետքա հերու պայի խելացի մարդկանց, ասենք, նորից անուններ եմ տալ այդ մարդկանց, ոնց որ ես գովազդեմ, բայց իսկապես այդ մարդիկ կան, Արա Պապյանի պես մարդը, որ կարող էր լինել այսօր պետական կառավարման ապարատում, խորհրդականի, Արա Պապյանի պես մասնակետ Հայաստանում չկա, Պարուր Հայրիկյանը իր անցած ճանապարհով, թե այդ մարդը սահմանադրությունը ոնց կարար գրեր, օգներ որ գրեն, չեմ ասում Հայկ Մարտիրոսյանը իր կրթությամբ, իր փորձով, Էդմոն Մարուկյանը, այդպիսի մարդիկ շատ կան, որ իրենց գիտելիքով եւ իրենց գիտելիքով փորձով կարող էին այսօր լինեին Հայաստանի պետականության մասը եւ օգնեին Հայաստանը, որ ավելի հզոր լիներ, բայց փոխարենը անգրագետ տկարամիտ գեղացին որոշել է, որ լինեն իր նման այս падգամավորների պեսները, անատամները, բուժքուրը լինի ուրեմն առողջապահության հանձնաժողովի նախագահը, այն կտսրածը էկոնոմիկայի նախագահ, սենց անկապ,
Այն Ղազարը ինչա որ հիմա տարել են տեցի բան, այն էլ իրանց ջոկերն է, էլի պիտու շոկը, որտեղ բանա կոռուպցիոն կոմիտե, այս բանը ասած տեղից անդադար տեղափոխում են, ինչա Պետրոսյանը անունը մոռացա, այսա։ Այդ դրա համար սիրելի տատերիկ, մենք ունենք այն ինչ որ ունենք, մենք ունենք անգրագետ մարդ, որը չի տիրապետում անգլերենին, էլեմենտար անգլերենին, էլեմենտար ռուսերենին, թեկուզ թանկանոց փողկապներ կապում եւ չգիտեմ սրտիկներ անում, Զենֆիրա է լսում, հեծանիվա վարում, բայց ինքը իր էությամբ ինքը գեղցի է, քաղքենի է, տկարամիտ է, վատ է ապրել, չարություն կա մեջը ու ինչպես կասեր իմ լավ բարեկամ Էդմոն Մարուկյանը, հագել է Նիկոլ Սերժ Սարգսյանի կոստյումը, հագով լավ եղել է ու դրել է, տեսնում եք ոստիկաններով, բանով, հələ նայեք մի հատ դրա ոստիկանապետին, նայեք դրա դատախազին, նայեք ոնց որ երկու օր առաջ էլ ասեցի, Ռոբիկի ու Սերժիկի գլուխն էլ արդեն լվացել է։ Հա երկիրն էլ դարձել է ինչ։ Բռնապետություն, թե Ալիևի բռնապետությունից ավելի բեթար այս ձերբակալությունները, հոգևորականների հետապնդումը եւ հայ սուրբ եկեղեցու քանդելու, ներսից քանդելու փորձը։ Այս սա է պատճառը։ Սիրելի հայաստանցիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, առակս ինչ կուսուցանեմ, մյուս անգամ ընտրություններ կատարելիս, նայեք թե ում եք ընտրում։ Այն ոնց որ ձեր տղայի համար աղջիկ ընտրելիս նայում եք թե ինչ ընտանիքից է, ինչ կրթություն ունի, օժիթի մեջ դիպլոմ կա թե չկա, կամ հակառակը նայում եք թե տղան հո թմրամոլ չի, խաղամոլ չի, ինչ կրթություն ունի, աշխատանք ունի, չունի, չէ, որտեվ դա ձերն է, ձեր երեխային եք ամուսնացնում, չեք ուզում վատ մարդու հետ ամուսնացնեք, բայց ձեր էլ ձեր երկիրն է։ Ձեր երկիրը ոնց եք տալի մի տկարամիտի իշխանության ներքո, որ դնի ու ավիրի։ Նայեք թե ում եք տալիս ձեր ձայնը, ընտրեք մեջներից ամենակրթվածներին, ամենախելոքներին, ամենագրագետներին, որոնք սկիզբ են առնում, ծագում ունեն լավ ընտանիքից, լավ պահած երեխաներ են, լավ պահած ծնողների լավ երեխաներ են, կուշ փորով հաց են կերել, աշտերը կուշտ է։ Ամենայն բարիք բոլորին։ Լավ եղեք։